ուժի կառուցչական հավաքներին, չմասնակցել ընդդիմադիր քաղաքական ուժերի, այդ թվում նաև Միասնության թևեր կուսակցության հանդիպումներին, հավաքներին, ինչպես նաև քվեարկության օրը կատարել իշխող քաղաքական ուժի օգտին քվեարկություն, այդ թվում քվեատերտիկների լուսանկարահանման միջոցով։ Նման մեխանիզմները, եթե հաստատվում են ներկայացվող ապացույցներով, իրենց բնույթով ուղղված են ոչ միայն առանձին ընտրողների կամքի վրա ազդելուն, այլև ընտրական գործընթացում վախի, կախվածության և վերահսկելիության մթնոլորտ ձևավորելուն։ Հատկապես ծանրակշիռ է այն հանգամանքը, որ նման պնդումները վերաբերում են ոչ թե մեկ կամ երկու մեկուսացված դեպքի, այլ տարածքային և ոլորտային տարբեր խմբերի։ Ժողովրդի կողմից ձայներ ստացած Բարգավաճ Հայաստան կուսակցության դեպքում և ակնհայտ էր, որ այդ մասով պետք է լինի վերաքվեարկություն, ու ասեմ, ստեղ սևը սպիտակով գրված է օրենքի մեջ, վերաքվեարկությունը պետք է լինի, բայց թույլ տվեք, անեմ այն կանխատեսումը նաև ձեր ներկայությամբ, որ արել եմ հենց համապատասխան նիստերի դահլիճում, իրենք դա չեն անել, իրենք վերաքվեարկություն չեն անել, վերաքվեարկություն անելու համար պետք է լինի անկախ այդ մարմինը։ Այս օրերի ընթացքում բազմաթիվ կարծիքները ներկայացվել են, նույնիսկ դատական ակտ կա, որ ասում է պետք է անեն վերաքվեարկություն։ Ես չեմ հավատում, որ իրենք դա անելու են։ Իհարկե, մի ժամ սպասենք ժողովուրդ ջան, կարծում եմ այդքանը բավարար է։ Իրենք պետք է վերջնական որոշումը իրենց կայացնեն։ Եթե Հայաստանի Հանրապետությունում այսպես օրենքի տրամաբանությունը գործում է, վերաքվեարկությունը պետք է լինի, բայց քանի որ այդ վերաքվեարկությունը իրենց համար ցանկալի չէ, իսկ մենք հասկանում ենք, որ Հայաստանում այս ապօրինությունների մասշտաբը, ժողովրդավարության սկզբունքի նսեմացումը գնալով ավելի մեծ մասշտաբ է ստանում, այդ կանխատեսումը կատարել է։ Թող ես սխալված լինեմ, ամենայն ազնվությամբ, թող ես սխալվածը լինեմ։ Միաժամանակ ժողովուրդ ջան, շատ կարևոր մի արձանագրում։ Նախորդ ընտրությունների պայմաններում ես չեմ հիշում, որ հանրությունը իր վերաբերմունքը, այդ թվում նաև հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ արտահայտի։ Ապրեք դուք ժողովուրդ ջան։ Ընթացքում արդեն էլի զարգացումների մասին ձեզ տեղյակ կպահենք։ Մենք ստեղ ենք։ Ինչի պետքա չաշխատի։ Կամ մենք ստացվում ունենք 17,000-ին հասնող զինվորականների քվեարկության գործընթաց, որի հանդեպ կա 0 վերահսկողություն։ 0։ Չգիտենք որտեղ են իրենք գալիս ընտրել։ Որևէ վերահսկողական այդ մեխանիզմը չի գործում։ Հիմա այստեղ առաջանում են բազմաթիվ հարցեր։ Ինչպես է այդ քվեարկությունը կազմակերպվում։ Ինչպես են իրենց տվյալները գնահատվում եւ վերահսկողությունը իրականացվում։ Իսկ չաշխատող անձնագրերի հետ կապված մի տեխնիկական իրավիճակ նկարագրեմ։ Անձնագիրը անձը ներկայացնում։ Այն սարքի միջոցով վերիֆիկացում չի անցնում։ Մասնագետը պետք է լրացնի տվյալները։ Մասնագետը ինչ տվյալներ է լրացնում։ Ես չգիտեմ։ Պատշաճ է լրացնում, թե ոչ պատշաճ։ Չգիտեմ։ Բայց լրացնել առնվազն 79,000-ից ավելի նման դեպք արձանագրված, որ անձնագիրը տալիս են, անձնագիրը չի աշխատում։ Մի հանգամանքել եմ, ուզում նշեմ։ Բոլոր խնդիրները, որոնք եղել են, նույն զինծառայողների քվեարկության հետ կապված այն տեսանյութը, որը բոլորը տեսել են, դա ունի մեկ պատասխանատու, թե ինչի դա պետք է չլիներ։ Դա կենտրոնական ընտրական հանձնաժողովն է։ Այսինքն իրենք ստեղծում են խնդիր, որ հետագայում հերոսաբար այն լուծե, սա չի ընտրական գործընթաց։ Այսինքն խնդիրները չարձանագրենք, Անիջը։ Եթե խնդիրները այնպիսին են, եթե դուք պատկերացնեք հետևյալ կերպ, եթե այդ խնդիրների մի մասը մեր կողմից, մեր գործընկերների, մեր վստահված անձանց, դիտորդների
կողմից չարձանագրվեր, հիմա այսօր ոչ թե 40 էջից բաղկացած դիմում էր ներկայացված լինելու անվավեր ճանաչելու վերաբերյալ, կամ Տիկին Մելոյանը ոչ թե, չգիտեմ, 50-ից ավելի խախտումներն էր այսպես սելեկտիվ ուղղակի ներկայացնելու, այլ կլիներ 1000-ը։ Հիմա այդ իրավիճակում էլ Անի ջան, խնդրում եմ արձանագրենք մի բան։ Օրվա իշխանությունները չնայած հակաժողովրդական, վարչական ռեսուրսի ծայրահեղ չարաշահման, բազմաթիվ ռեպրեսիաների եւ ապօրինությունների չեն հաղթել այս ընտրությունները։ Իրենք եւս չեն հաղթել։ Եվ պարոն Կարապետյանը նաեւ ասաց, որ պարտվել է հայ ժողովուրդը։ Իսկ հայ ժողովրդի հաղթանակը ի վերջո լինելու է։ Մեր կողմից նաև, հենց պարոն Կարապետյանը արձանագրեց դա, մենք նաև ներկայացնելու ենք դիրքորոշում, նույն սահմանադրական դատարանում քննության ենթակա հարցը, նույն երկրորդ փուլի։ Իդեպ պարոն Կարապետյանը շատ լավ բանաձև էր առաջարկել։ Այդքան վստահ են իրենց ուժերի վրա, բայց ինչն է խնդիրը։ Ինչևէ, գործընկերներ, պայմանական եմ ասում, 2026 թվականի հունիսի 13-ին, երբ հրապարակվեց վարչական դատարանի վճիռը, այն անկանխատեսելի է շատ շատերի համար, շատ շատերի, բայց եղավ այդ վճիռը, որտեղ ուղիղ արձանագրվել է, որ պետք է լինի վերաքվեարկություն։ Հարցնեիք մեր հայրենակիցներից հազարներին, կասեին չէր լինելու նման բան։ Եղավ վարչական դատարանի այդ վճիռը։ ԿՀ-ն կկարողանա վարչական դատարանի վճիռ խախտողի պիտակն էլ ստանա։ Տեսնենք։ Ըստ դրա էլ գնահատականը կտանք։ Տիկին Մելոյան, դուք շարունակեք